Իմ գործերը շատ վատ վիճակում էի ու որոշեցի գնամ Ֆրանսիա ու հանձնվեմ այդ երկրին։ Գնացի Ֆրանսիա, որ հանձնվեմ, բայց իմ մոտ չստացվեց։ Ես չկարողացա հանձնվեմ, բայց ես չեմ հանձնվելու։ Ես էլի եմ փորձելու։ Դե կտենակ, որ հանձնվելու եմ։ Չեմ հանձնվելու, միջև վերջ գնալու եմ ու հանձնվեմ։ Ու ովքեր ուզում են գնան, որ հանձնվեն, չհանձնվեք։ Միջև վերջ ձեր երազանքի հետևից գնացեք ու հանձնվեք։ Չհանձնվեք։ Ինչպես հասկացաք, ես Տիգրան Կարապետյան եմ։ Պարզերետ։ Ու ես հասկացել եմ, որ ես էլ շանս չունեմ, որ Google-ում Պոյստանի մաունը ու ինձ բերի։ Այդ իչքան տելևիզոր ես պետքա բաժանեմ։ Կամ իչքան պետքա հազամ, որ ազգը մոռանա նրան։ Բայց ես որոշել եմ ինչ անեմ, ես իմ անունը փոխելու եմ։ Ես իմ անունը ուզում դնեմ Բիյոնսե։ Ինձ թվում է Բիյոնսե Կարապետյան կատաստրոֆիկ քիչ կա։ Բիյոնսե Կարապետյան։ Ու ես հիշում եմ, որ փոքր էի, դպրոց էի գնում, լսում էին Տիգրան Կարապետյան, խնդում էին Տիգրան Կարապետյան։ Բայց ես գտել էի լայվ խաղը, որ ասում էին անուն ազգամոտ ասում էի Կարապետյան Տիգրան։ Ու իրանք այդ փազլը չէին կարող նենց հետ հավաքեին, որ խնդալու դառնար։ Ես իմ տեսքից կհասկանաք, որ ինձ ամեն օր ռուսների հետ շփոթում են ռեստորաններում, կաֆեներում։ Բայց ես պրոբլեմ ունեմ, ես ակցենտով եմ ռուսերեն խոսում, երբ որ գայսեն իմ հետ ռուսերեն են խոսում, ես ակցենտով եմ պատասխանում, ու մատուցողին թվում է, որ այդ ռուսը իրան ձեռ է առնում պրոստը։ Որտեվ իրան գայսեն ասում են «Здравствуйте, вы уже готовы заказать?» Ես ասում եմ «Здравствуйте, вы уже готовы заказать?» Ակցենտով եմ խոսում։ Ու իրանք չեն հասկանում այդ։ Ու իմ այդ դեպքեր եղել, երբ որ ես գնացել էի Սևան, իմ համար քայլում էի ու մի հատ ձյաձ գոռում էր կուկուրուզ, 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 ու երբ որ ինձ տեսավ, սկսեց գոռալ կուկուրուզա, կուկուրուզա։ Թարգմանեց, որ հասկանամ։ Միջև այդ ինձ թվում էր, որ ինքը ուղղակի գաթա է ծախում, բայց չէ, կուկուրուզ էր։ Ես 29 տարեկան եմ, բայց վաբշե այդ տարիքի չեմ երևում։ Ես ավելի շատ մեծ երևացող 16 տարեկան եմ։ Երբ ասում 29 տարեկան, ասում չէ, ոնց որ 16 լինես։ Բայց որ ասում 16-ին, ասում չէ, մեծ ես երևում։ Ինձ տարիք չի սազում։ Ինձ ավելի շատ ջինսից բեզրուկավկեք են սազում։ Կապիշոնով։ Ամպա գոր բառը մի քիչ շատ չի, իրա վրա վեկալ է вообще։ Դες օքեյ, հա։ Ինչի են սաղ բառերը բառ ինքը արցակ ստեղծագործություն։ Ջոկում եք ամպա գոր բառը գոյություն ունի այն աշխարհում, որտեղ կա ձու բառը։ Իսկ ձուն ինչ որ դեդլայնի վերջում հորինած բառ է, էլի, այն որ արա ինչա սրոք, արա բան սպիտակ ձու։ Սենց է, տպեք թող համեկով ցույց տան, չգիտեմ ոնց են բառերը գնում։ Իսկ ամպա գորգորի վրա ինչ որ թիմ է աշխատել, էլի, ինչ որ լավագույն ումերը հավաքվել են։ Եթե չեմ սխալվում 4 ազգային հերոս է մասնակցի ամպա գորգոր բառի ստեղծմանը։ Ու հավաքվել են, ասել են ամպա գոր, ասել են քիչ է։ Թողեք երկու շաբթի օրը կգանք, նորմալ կանենք։ Լուր էի կարդում, որտեղ ավտոբուսի վարորդին ղեկին խաղալու համար պատժել էին, բայց ես մտա լուրը պատիժ չկար, գործից էին հանել պրոստը։ Ոչ կանոնով խփել էին մատերին, ոչ կոմպից էին զրկե, ոչ իրան տկլոր սենց շեյմ ասելով Երևանի կենտրոնում տարել էին, պրոստը գործից էին հանել։ Բայց ես մտա լուրը, որ տեսնեմ, այնտեղ վիդեո կար, ինքը վիդեոյում բլոտ էր խաղում օնլայն, մտածում լավ, իրան գործից հանեցիք, բայն 3-ը։ Բայն 3 շոֆերը։ Հիմա 3 շոֆերը ազատ իր համար Երևանում զբոսնում է։ Ես չեմ հավատում աթեիստներին, նո
ինչ որ էներգիա, ինչ որ տես բան կա, բայց հենց աթեիստ չի, էլի, դա աթեիստ չի, հենց աթեիստ չի։ Ну նայեք, եթե կա աթեիստ, ինչի կա ռուս աթեիստ, ֆրանսիացի աթեիստ։ Ինչի մի հատ աթեիստ չի։ Կամ հասկանում եք, ես քիչ է, եթե աթեիստ կա, ինչի են առողջ երեխեք ծնվում։ Ոնց կարա երեխան առողջ ծնվի, երեխան քեզ ինչ արի, որ առողջ է ծնվում։ Ու սենց արտահայտություն կա, չէ, աշխատող սամոլոտի մեջ հավատացյալներ չկան։ Չկա աթեիստ։ Ռեկլամի մեջի հայերը էդ ովքեր են վաբշե։ Էդ ինչ վաբշե մենք չենք։ Մենք կյաշ խուճուճ երկար մազերով սկեյթ քշող երեխեք ենք։ Համաձայն եմ սխալ մարդ է կարդում ես կատակը, բայց մենք սենց չենք։ Մենք ավելի շատ սենց փորով, թափած մազերով սկեյթ քշողներ ենք, էլի։ Որտեղ մենք սկեյթ 302 թվականից սկսած քշում ենք էդի։ Բոլորը գիտեն։ Ես հավատում եմ ցանկացած բանի, ինչի վերջում ասում են ավելին ասեմ։ Լուբոյ տեքստ։ Ավելին ասեմ ու ես, այո, ճիշտ ես ասում հաստատ։ Ժողովուրդ, շատ խնդալու կատակ է, ավելին ասեմ, եթե դուք նայեք ես ոնց եմ մատուցում, ինքը ավելի լավն է դառնում։ Ու այս տրյուկը Նիկոլը գիտի։ Ինքը գիտի այս տրյուկը։ Ինքը ասում է Հայաստանում գնաճը շարունակվելու է, ասում եմ չասես։ Ասում արտաքին քաղաքացիությունը մեր մոտ շատ վատ է, ասում չհամարձակվես։ Ինքը ասում է ավելին ասեմ, ասում եմ վсё։ Ես քեզ եմ ընտրում, ես քո հետ եմ միջև վերջ։ Պիլասոսից միջև հիմա ձայն է գալի, պիլասոսից միջև հիմա ձայն է գալի, օքեյ է ձեզ։ Պիլասոսից ձայն է գալի։ Ու նայեք մենք որ դարում ենք ու պիլասոսից ձայն է գալիս։ Օրինակ, նայեք, մենք այն դարում ենք, ես կանամ ֆլեշկի վրա գցեմ 100 հատ երգ ու հանգիստ լսեմ, ասենք Լուբոյտեղ։ Вообще հանգիստ։ Ես կանամ գնամ կինոյի պրակատից, վեկալեմ իմ ուզած կինոն կասետով, բերեմ տուն, նայեմ, երբ ուզեմ։ Երբ ուզեմ։ Հետո հիշեմ օրը, տանեմ հետ տամ։ Այդ դարում պիլասոսից ձայն է գալիս։ Իմ հոպարը Մոսկվայում ապրում, ես քաղաքում լիքը տեղեր կա, գնում ես, զանգում ես, վճարում ես, զանգում ես Մոսկվա, խոսում ես հանգիստ։ Հանգիստ, երբ ուզեմ, կանամ գնամ, զանգեմ։ Այդ դարում հələ պիլասոսից ձայն է գալիս։ Հասկանում եմ, որ ինձ հայտարարում եմ բեմ, սովորաբար մարդիկ մի հատ նավսյակի ծապ չեն տալի, տնան ինչ ա եղել։ Այդ ուղղակի ես եմ։ Բերեք յոլա գնանք, լա։ Օրից մի օր նստած եմ դրսի սրճարաններից մեկում, հաց եմ ուտում, մոտիկանում այն սալֆետկա վաճառող կինը։ Սալֆետկը կսենց դնում է սեղանից ու սկսում է վաճառել։ Ну նախ եւ առաջ ասեմ, որ ես դրսի սրճարանում եմ, այսինքն այնտեղ սեղանին արդեն սալֆետկը կդրած են։ Հավայի տեղ է այդի սալֆետկա վաճառելու համար։ Ինքը մեկը ասենց դնում է, դաժե վրես չի նայում, էլի, ասենց ծախում է սալֆետկը, բայց սալֆետկը կարեք 200 դրամ, ասում եմ, չէ, շնորհակալություն, չեմ ուզում։ Ասում եմ, չէ, առեք, բան իմ ընտանիքին կօգնեք, ոչ 200 դրամ առեք, ասում եմ, չէ, շնորհակալություն, չեմ ուզում, կանխիկ փող չունեմ։ Ասում եմ, ոչինչ, ես բանկամատ եմ, հեսա կհանեմ փողերը։ Առեք, էլի, բան սենց ոչմ, խոսակցություն է գնում, փորձում եմ ցրեմ, չեմ կարող։ Ու հենց այդ պահին իմ ձախ ձեռի վրա քաքում է ծիտը։ Ես հասկանում եմ, որ մենք ծտի քաքելուն ասում ենք ծրտել, որ մեղմացնենք, ես տենց չեմ վերաբերվում, իմ հայացքով իմ վրա քաքել է ծիտը։ Մի կլունց քաք է իմ ձախ ձեռի վրա։ Ու այդ պահին այդ կնիկը ասում է. «Ըհը»։ Ըհը։ Խի տենց արագ առիթավոր վար այ շլյուխը։ Ոնց թե ըհը։ Այդ իմ դժբախտության վրա ես ուզում քո անձեռոցիկների կայսրությունը կազմես։ Խի, ասում է, ըհը, կակրաս կսրբվեք։ Ну ես իհարկե առա այդ սալֆետկեն։ Դուրս եմ գալի տնամ շենքի հետևը այդ կնիկը ու ծիտիկը կայնած իր այդ բան են խոսում։ 100 դրամը հանում է տալիս է ծիտիկին։ Գիտեի։ Տենց, այն որ գնացել եմ ապտեկա,
ասում եմ բար ձեզ ինձ պետք է այսինչ դեղը վիտամին D, խնդրում եմ տվեք ինձ այսինչ դեղը։ Որին ինձ ապտեկը ասում է, այո, մենք ունենք այդ դեղը, բայց նաև ունենք դրա անալոգը։ Ունենք նույն դեղից, որը անում է լրիվ նույն բանը, բայց 10 անգամ ավելի էժան է։ Կուզեք։ Արա ինչի՞ համար պետք ինձ դնել այդ սիտուացիայի մեջ, այդ ինչ ընտրություն ես տալի։ Ուզում ես ինձ ված գամ, ուզում ես ինձ դեբիլ զգամ։ Ասում է լրիվ նույն բանն է։ Ուղղակի 10 անգամ ավելի էժան, կուզեք։ Ինադիակցում։ Ասում եմ, չէ, տվեք ինձ իմ դեղը։ Ջոգը ինքն է ներվայնանում, մտածում է, տղա ջան, գիտես հեշտ է նույն բանը սարքել 10 անգամ ավելի էժան։ Բան ենք ասում վեկալի։ Իտոգում ասցի, տվեք ինձ ձեր էժան դեղը, բայց դրանից 10 հատ։ Ես եկել եմ փող ծախսեմ, նես չէ։ Ինձ ձեր կակոյնի բուծ ու ստուպկեքը պետք չեմ։ Ընկերներից վեկը ես երջես ասում է, նոր շուն եմ առե։ Չես գալի մի հատ տենաս։ Սս մի ձևի նեղանալով էլի։ Ուղղակի ինքը սեփական տանն է, ապրում իր տունը հայա տունը սեփականը, իր շունը հայաթի շունը։ Ու մի քիչ դե թքած ունեմ ես հայաթի շան վրա։ Այդ ինչ հասկանում եք, կվարտիրի շունը լրիվ ուրիշ բան է։ Կվարտիրի շունը ուրիշ մակարդակ է։ Ինքը ընտանիքի անդամ է։ Իրա դաժե կվարտիրի շների անունն է ուրիշ ձև լնում, էլի։ Իրանց ինչ որ Էնրիկե, բան, այսինքն անուններ են դնում։ Ֆիլիպ, այսինքն անուններ են դնում։ Հայաթի շան անունը տալարում են դնենսկի, հայաթի շան անունը ինչ որ այսինքն անուններ են դնում։ Էթա մի հատ հացտամ գամ, այսինքն հայաթի շունչի։ Կվարտիրի շների համար առանձին Instagram-ի էջ են բացում, հասկանում եք։ Հայաթի շան տերսկի Instagram-ի էջ չունի։ Բագրևանդ լրված է հով իրանի։ Չեմ պետք խոսքի։ Շների հարցը вообще Երևանում լուծեցին, հա, ոնց որ Երևանի կենտրոնում, հա, բոլոր շներին ստերիլիզացրեցին, այդ ակաժները գցեցին եւ այլն, շատ լավ է։ Շների քանակը պակասեց, ես գոհ եմ։ Դրա հաշվին մենք հիմա ունենք ինչ։ Տիպը 8 հատ շուն, չէ՞, կենտրոնում, իրանց կետերում դրած, դեմքով ճանաչում ենք, մեզ մնացել է 8 հատ կոնկրետ ինչ որ շուն։ Սիրում ենք իրանք իրանց համար ապրում են Երևանում, կայֆ է, հարց չկա, բայց բերեք մտածենք, որ նաև շան աշխարհում հիմա կա նոր բան։ Քանի որ այդ բոլոր շները կենտրոնի ստերիլիզացված են, իրանք չեն բազմանալու, հա։ Այդ իրանց կետն է, իրանք մինչև մեռնելը տեն։ Չի փոխվելու այդ շունը։ Այդ նշանակում է ինչ որ միտը 6-րդ մասիվում կա ինչ որ մի հատ քոթոտ, որը քնելուց երազում է, որ ինքը հեսա մեծանալու է, ինքն է դառնալու, այն սասի դեմի չաղ շունը։ Ինքն է ականջողը դնելու այսպես պարկի։ Սաղ իրան ենք իրագրելու, իրան են սիրելու, ինքը սպասում է։ Այո, քաղաքը զարգանում է, այո։ Տարբեր բաներ են կատարվում, օրինակ Հայաստանն է զարգանում ընդհանրապես, կան Հայաստան տրանսգենդերներ, այո, մենք իրանց հանդիպում ենք եւ այլն։ Այս վերջերս sense մի հատ դեպք է եղել։ Մի հատ տղամարդ ուզեցել է զբաղվի սեքսով տրանսգենդեր մարմնավաճառու հետ, որից հետո սպանել է այդ կնոջը, վառել է տունը, սպանել է իրան։ Դժբախտություն։ Մի կողմից։ Մյուս կողմից։ Ինչ եք ուզում։ Ինչ եք արել։ Ինչ եք ակնկալում։ Ինչի համար եք դուք ցույց տվել միջին վիճակագրական հայ տղամարդուն պուպուլով կին։ Այդ մարդը ցնդել է ուղղակի։ Չի տեսել այս բան կյանքում, հասկանու՞մ։ Առաջի անգամ է տեսել, ասել է, «Էս ի՞նչ է։ Էս ի՞նչ պետք է անեմ»։ Կողեմ թե սպանեմ, գժվել է ուղղակի այդ մարդը։ Չի կարելի դանդաղ զարգացրեք, չի կարելի տենց արագ զարգացնել Հայաստանը։ Կամաց, սկզբից պուճուլ ենք դնում գնոջ։ Մանրից ես չունեմ լուծում այս հարցին, օքեյ։ Ես չգիտեմ։ Մենք հայերս աստվածավախ ազգ ենք։ Ես տենց եմ հասկացել։ Ես այդ հարգում եմ, հարց չկա, ուղղակի ես կոմիկ եմ, հա, ինձ պետք է իմանալ ինչ ձևի ենք մենք աստվածավախ,
կոնկրետ։ Ինձ պետք է խաղի կանոնները իմանալ, ես գատակներ եմ գրում, հա, ինձ պետք է այդ հաստատ իմանալ։ Ու տենց շատ հետևողական չենք ցենց ասեն ձեզ։ Սկզբից ցենց բան ա եղել, ես մի հատ կատակ եմ գրել, ինքը կրոնական է, կրոն թեմայի մասին ա եղել, ու ոչ մեկի դուրս չի եկել, ցենց ասեմ։ Այդ վիդեոն առանց իմ իմանալու զապիսն արել գցել են ինտերնետ, այդտենց ֆռացել է ինտերնետով մարդիկ ջղայնացել են իմ վրա, դեպքերից մեկը այն էր, որ ընկերս ուղարկում է ինձ այդ վիդեոյի սկրինշոթը Telegram-ի կանալում, ու տակը էլի մարդիկ ինչ որ ջղայնանում են, ինձ սպառնում են եւ այլն եւ այլն։ Ուղղակի այդ սովորական Telegram-ի կանալ չէր, դա նարկոմանների Telegram-ի կանալ էր։ Տենց էլի ոռի նարկոմանների քիսո, բան 5000 դրամանոց sense ինչ որ շոկոս, սպայս են վատ նարկոտիկների։ Իրանք ջղայնացել էին իմ վրա, ու ես մի քիչ հուշ տեղա, մի քիչ վախեցա, որտեվ այդ մարդիկ երբ որ ջղայնանում են քո վրա, դու հուշ ես լնում էլի, իրանք որ գրում են քեզ ոռի ա ալնելու, դու մտածում ես դե իրանք արդեն բեսամ ոռի ա, իրանք գիտեն այդ ոնց ա ալնում, իրանք ոռի կանեն քեզ, ես հուշ տեղը, ես վախենում եի, հետո մտածեցի հա լավ, ինչ են անելու։ Նարկոման չեն, ինչ են անելու ինձ։ Հելնելու են ինձ մանգան չկարնան գտնեն։ Ինձ դուր ա գալի այս կատակը, որտեղ ինքը երկկողմանի է, նայեք, եթե դուք իրան հասկացաք եւ խնդացիք, շատ լավ, ձեզ բարի որոնումներ, անշարժ, անփորձանք, տղեկ ջան, կայֆերով։ Եթե դուք չհասկացաք այս կատակը, ոչինչ, մի հատ կատակ ավել պակաս, դատո առողջ ապրելակերպ, երկար տարիների կյանք, սա նորմալ է ձեր կյանքում, ես պալուբոմու գոյեմ ամեն դեպքում։ Մի խոսքով այդ դեպքը տենց հետս եղավ, ոնց որ ես հասկացա, որ օքեյ, Հայաստանում տենց ավելի զգուշ պետք է լինել, հասկացա, բայց մյուս կողմից մենք այն ազգն ենք, որ մեզ թույլ է տալի, մենք իջնում ենք խանութ ու ասում ենք ինձ մի հատ փափուկ նոյ։ Դուք հիշում եք նոյը ով է։ 3 ամենամեծ կրոնների կողմած։ Աստվածաշնչից է այդ մարդը։ Ճանաչված մարգարե է։ Ամենաէժան սիգարետը։ Փափուկ։ Կոնեկոշտ։ Այդ ինչ եք մեզ թույլ տալի։ Չի կարելի, ժողովուրդ, չի կարելի։ Չկա չեմ կարող ես խոսքի բարակ կապուտ մայրյամ աստվածածին սիգարետ արտադրեմ, չէ՞։ Կսատկացնեն, կսպանեն ինձ, չի կարելի։ Ո՞նց եք տենց հեշտ տեղավորցրել այդ փափուկ նոյը, ես չեմ հասկանում։ Քրիստոնյակ դա կանցա մի տեսակ։ Չգիտեմ։ Ոչ շում, չգիտեմ, տենց ազգ ենք մենք, ինչ-որ տարօրինակ կայֆեր ունենք։ Օրինակ, մի բանն էր, որ ինձ հետաքրքրում է, հիմա մի քիչ դժվար առնելու, խնդրում եմ իմ հետ անցնեք այս ճանապարհը, դուք երբևիցե մտածել եք թուրքերի տեսանկյունից մեր հայերի Արարատի հանդեպ սերը ինչ տարօրինակ տեսք ունի։ Մտածել եք։ Մի պա պատկերացրեք, որ դուք թուրք եք։ Տահաճա, հասկանում եմ, ինձ պետք չեն բոլորը, 2-3 կամավոր, իմ հետ գնանք այդ ֆանտազիաների աշխարհը, ես հասկանում եմ, տահաճա։ Պատկերացրեք մի պա, որ դուք թուրք եք։ Դուք ապրում եք Թուրքիայում, մեծ երկիր է։ Դուք ունեք տարբեր սարեր, լճեր, չգիտեմ ինչ որ անտառներ, չգիտես խի, մի հատ կողքի փոքր ազգ շատ է ուզում ձեր սարերից մեկը։ Պրոստը так չի ուզում, է։ Շատ է ուզում։ Ամեն ինչ դրել է այդ սարի անունով։ Կոֆե, բամբաներկա, սիգարետ, երեխեքը, երկեր ա գրում, ամեն տեղ նկարած է էդի, սաղ վերնիսաժը այդ սարն է, ամեն տեղ գերբի վեր, ամեն ինչ այդ սարի մասին է։ Հասկանում եք։ Իրանք չեն հասկանում ինչա տեղի ունենում, իրանց կողմից Արարատը դաժե սիրում սար չի, պրոստը սար է։ Իրանք գժված, ես համոզված եմ, հելնում են ամեն գիշեր Արարատ, նայում են, պրոստը ինչ ա եղել։ Իրանք մտածում են մենք մի բան գիտենք այդ սարի մասին, իրանց չենք ասում։ Դրա համար չեն տալի ժողովուրդ։ Ախր երբ որ մի բան ուզում ենք, չի գալի այդքան յավնը ուզել։ Չի գալի այդքան ուժեղ ուզել։ Պետք է հակառակը, հասկանում եք, պետք է օրինակ մենք պետք է այլնենք Կասկադ, ասենք ֆրանկ նայենք Զեյթունին, ասենք օ։ Ինձ թվում է մենք շատ լուրջ ենք վերաբերվում տատիներին։ Ոնց է, չէ՞ որ դուսը տատի ես տնում, ասում հա, տատի ջան, բանել ինչ։ Ոչ պեկտես չի անում, էլի։ Բայց ինձ թվում է մենք չենք հասկանում, որ ինչ որ մի պահի այդ տատին մեր տարիքի է եղել, էլի, ոնց որ էդի դու չես կարող վստահ իմանաս ինքը ինչ անցյալ է ունեցել, էլի, ձևա մի 50 տարի առաջ մի հատ ջին տոնիկով տվել է այդ տատին, էլի, այնպես որ
Պրոստը չես կարա վստահ իմանաս էլի իր անցյալի վրա։ Вообще, ես նկատել եմ, որ տատիները քիչ են խոսում իրաց անցյալից, էլի։ Ինձ թվում է, вообще, ինչքան տատիները քիչ են խոսում իրաց անցյալից, այնքան իրանք պուտանկոտ անցյալ են անցել։ Այ, բայց պապիները շատ են խոսում իրաց անցյալից, որովհետև պապիների պատմություններում իրանք ավելի կռուտո են, էլի։ Այդ տատին 50 տարի առաջ Իրան է մի հատ ջին տոնիկով տվել, էլի, ոնց որ ինքը կռուտոին է այդ պատմության, էլի։ Вообще, տատիներ, հա։ Ինձ թվում է տատիները շատ են օգտվում այն ֆակտից, որ իրանք տատի են։ Շատ են օգտվում այն ֆակտից, որ ոչ մեկ չի բզելու իրանց դեմքին, էլի։ Օրինակ, ես մեկ-մեկ որ նստում եմ ավտոբուս, ну մեկ-մեկ չէ, շուշուտ է որ նստում եմ ավտոբուս։ Հաճախ նկատում եմ, էլի, որ ինչ-որ տատի կռիվ է անում ավտոբուսի շոֆերի հետ, էլի, որ խոսքի չգիտեմ, բայց QR կոդը բան, այսպես բաներ անում։ Շոֆերը ասում է, ես ինչ անեմ, էդի գնացեք Տիգրան Ավինյանին ասեք, ու տատինը տե մի անգամից, սենց են որ սենց вообще բանով էլի, են որ սենց թքեմ այդ Ավինյանի դեմքին, հա, ավտոբուսում սենց դուխով ասում է։ Ու որ պատկերացնեք, էդի մենակ տատին կարա տենց բան ասի, էլի։ Բացի տատից էդի ոչ մեկ չի կարող ասի։ Նայում ես պապիներին, սենց խելոք ու գլում, սենց լրոտ է, էլի։ Ես իմ QR կոդի համար վճարել եմ, էլի։ Էդի մենակ տատին կարող ասի, էլի։ Որտեվ պապիները հասկանում են դրա գինը ինչ է, էլի։ Ամեն անգամ որ Հայաստանում միտինգ գալու, ինչ որ պապիի չրփում են, էլի, ինքը գիտի, էլի, ինչ է ալնելու։ Հավայի ռիսկի չեմ դիմի, հա։ Ես ինքս 21 տարեկան եմ ու կյանքումս ծեծ չեմ կերել, բայց լսել եմ այդ արտահայտությունը, որ ասում են ամեն տղա իր կյանքում գոնե մի անգամ պետքա ծեծ ուտի։ Ես էդի լսել եմ 13 տարեկանում ու մինչև հիմա կյանքս վախի մեջ եմ ապրում, հա։ Սպասում եմ ուժը երբ այդ պահը գալու, հանգիստ ծեծ ուտեմ, հա, որ կյանքս նորմալ շարունակեմ։ Вообще էդի շատ վախենալու էլի, ես էդի մի քիչ ջրծաղիկի էֆեկտ ունի, հա։ Ուզում ես ինչքան հնարավոր է շուտ լինի, որովհետև մեծ տարիքում շատ ծանր ես էլի արդեն տանելու։ Չի դες էլի որ երեխեքիդ հետ քայլես մոտիկանան տփեն, ոնց որ տենց սիրուն չի լինի էլի այդ ներքում։ Այդ դրա միակ պլյուսն է, որ կարասես կարեք մի անգամից երեխեքիս հետ տփեք էլի։ Շուտ բարձանեն էլի ընդ քանի 3 տարեկանը մի հատ բզի դեմքին էլի Հայաստանի վիճակը հիմա այդքան էլ լավ չի, հա, այտենց որ պատկերացեք ինչքան լավ չի, ես օրինակ սիրում եմ ստրատեգիա խաղեր խաղալ։ Ստրատեգիա խաղերը այդ ինձ խաղեր են, որ դու տնտեսագիտորեն ցնցած կառուցում ես քո երկիրը ու պատերազմում ես ուրիշ երկրների դեմ։ Ու երբ որ այտենց խաղեր եմ խաղում ու հասնում եմ այն պահին, որում հիմա Հայաստանն է, ես խաղը թազա եմ սկսում, որտեվ այս սիտուացիայից խույթ է արդեն դուրս կգաս, էլի, ինչ որ շատ դժվար է արդեն, էլի։ Դժվար է, երբ որ արդեն Ուվիդամլենյաններ են, էլի, գալի, ինչ որ Господин, христианство восстало против вас, а, ինչ-որ տենց уведомления են գալիս. Враг нападает со всех сторон, мой господин. У вас остался только велосипед, мой господин, էլի, ինչ-որ տենց уведомления են գալի, արդեն ասում եմ, ես հիմա էլ ոնց խաղամ, էլի, ինչ որ թազա է սկսում խաղամ։ Ինձ թվում է, եթե դու ինչ-որ տենց ստրատեգիա խաղում հասել ես այն պահին, որում հիմա Հայաստանն է, ավելի լավ է ջնջես ստրատեգիա խաղերը, հա, ինչ-որ ավելի հեշտ խաղեր քաշես։ Օրինակ Subway Surfers, հա, ոնց որ սենց ինքը հավես խաղը, վազում ես բաներով, տենց պոեզի գծերով ու կոպեկներ ես հավաքում։ Ինքը օբշի վազող բոմժի սիմուլյատոր է, հա։ Կայֆոտ ոնց որ տենց կարաս խաղաս, էլի։ Ես вообще շատ չեմ ուզում խնդամ բոմժերի վրա, բայց դա ինչ անեմ, որ ամեն անգամ գալի խնդսնում գնում են, էլի, ոնց որ չեմ կարող, էլի։ Հիմա մի հատ բոմժերի թազա տեսակ կա, չգիտեմ իրանց նկատել եք թե չէ, որ սենց քո համար քեզ ինչ-որ խմելու բան ես, առը քայլում ես փողոցով, մոտիկանում ասում եմ մի հատ էդի դու խմեմ, հա։ Ես ես պրոստը իմ վերջերս սենց ինձի միլքշեյք էի առել, փողոցով քայլում եմ, միլքշեյքս խմում եմ, մի հատ բոմժ մոտիկանում ասում եմ մի հատ էդի դու խմեմ։
Ես նայում եմ այդ milkshake-ին, նայում եմ այդ բոմժին ու մտածում եմ, արա, դեսի շատ ալտերնատիվ կյանք չի քո համար, էլի, էսի դաժե իմ համար է պիզդեց, էլի, ես ինձ չի ամեն օր եմ խմում, էլի, էսի ամսվա մեջ այդ օրն էր, որոշեցի ինձ milkshake առնեմ, էլի, ոնց որ Ես տամ դու խմես, ձևա նկատես, որ դու բոմժ ես, էլի, ինչ-որ դեպրեսիայի բուն է, էլի, քեզ եսի պետք չի։ Մեջը բանան կարա։ Դու եպես առանձին բանան կերը վերջի անգամ, էլի։ Ունդե մարոժնիկ, կլուբնիկ բան, էլի, ինչ-որ։ Ես քեզի պետք չի, էլի։ Բումբեստլներ մեծ հաճույքով կտա, էլի, բայց եսի ուժը ուրիշ ուռվին եմ։ Իսկ ձեզ ընդհանուր ոնց է, որ մեր վարչապետը հեծանիվ է քշում, հա, օրինակ ինչ դուր է գալի, որ մեր վարչապետը հեծանիվ է քշում, բայց ինձ թվում է դա այդքան էլ կռուտոյ չի, էլի, որովհետև ուրիշ երկրի վարչապետները, նախագահները իրանք էլ են հեծանիվ քշում, այսինքն սովորական բան է, էլի, ես օրինակ կուզեի, որ մեր վարչապետը հեծանիվ քշելուց ֆինտեր աներ, հա, հեծոյով խոսքի Հա, ինչ-որ ֆինտեր աներ, հա, ինչքան կռուտոյ չէ կլներ, խոսքի ասենք հելներ միացար, այսենց իշներ, բան, էլի, կարսենց լակոտավարի ճռռսներ, բան, էլի, ինչ-որ տենց այդ բաներ աներ։ Վրեն մագնիտոֆոն դներ, բարձր գիոպիկա լսեր, էլի, հենց կայֆեր որ աներ, էլի, հա, որ ասեր այս ինչ ձև է տարբերվում մեր վարչապետը, այդ ինձի դուր կգար։ Ես սիրում եմ արտասահմանյան մեդիա կարդալ, հա, ես սիրում եմ կարդալ արտասահմանյան մեդիա ու երբ որ տենց արտասահմանյան մեդիային տենում եմ ինչ-որ հայերի մասին նորություններ, ինչ-որ հայտնի հայերի, հա, օրինակ Հենրիխ Մխիթարյան, Արտուր Ալեքսանյան նորություններ եմ տենում, ես մտնում եմ կոմենտները ու տենում եմ, որ ընդ հայերը հայկական դրոշներ են դնում, էլի, յանի այստեղ են մերն է, էլի, հա, ինքը հայ է։ Ես վերջերս մոտս Վալոտ պապի ռիլ բերեց, ով չգիտեք, հիմա ավելի հայտնի է, քան Արտուր Ալեքսանյանը ու Հենրիխ Մխիթարյանը իրար հետ վերցրած, էլի, իրար ռիլերը Ամերիկայում, Անգլիայում ռեյք են գնում, էլի։ Ես մտա կոմենտները ու ոչ մի հայ հայկական դրոշ չէր դրել, էլի, ոչ մի։ Վալոտ պապի ռիլերի տակ հայկական դրոշ ադրբեջանցիք են դնում, հա։ Յանի ես բլյատը հայ է, էլի, ես ճիշտ է, իմացեք էսի հայ է, որ ատամ չունի, հայ է, ինքը հայ է։ Ես ընկերներ ունեմ, ովքեր հաճախ գլուխ են գովում, որ իրենց վրա Instagram-ում գեյ է պատվիսկ ա եղել։ Իսկ եթե չգիտեք, եթե քո վրա գեյ է պատվիսկ ալում, դա իսկականից գլուխ գովալու բան է, էլի, որտեվ եթե քո վրա գեյ է պատվիսկ ալում, դա պրեստիժի ինչ-որ ուռվին է, էլի, հա։ Այդ նշանակում է, որ դու քեզ ֆիզիկապես ճիշտ ես սպահել, հա, եթե քո վրա գեյ է պատվիսկ եղել, կամ մինիմում դու սիրուն ես, հա, եթե քո վրա գեյ է պատվիսկ եղել։ Ես ճիշտ ասած անկես տխրում էի, հա, սպասում էի իմ գեյը երբ այն վրա պատվիսկ եղնելու։ Ես նես տխրում էի ու ես վերջերս մի հատ տղա մտավ Instagram-ի սաղ հայլայթները լայքեց ու ինձ դիրեկտով սրտիկ ուղարկեց, ես ասացի արա վերջապես, հա, վերջապես ես ունեմ իմ սեփական գեյին։ Ես մտա իր պրոֆիլը ու առանց չափազանցնելու էդի աշխարհի ամենախույնյա գեյներ, որ կարար պատվիսկ կատարել։ Որ այդպես մոտավոր պատկերացնեք, օրինակ ընկերներից գեյերին, որ նայում ես, ինձ որ դուսը տենաս, կասես արա, դա էսի գեյը 100%, հա, ինքը վրից լավ հոտ է գալի, կայֆոտ հագնված, էսի 100%-ով գեյ է, էլի։ Ես մտա իր պրոֆիլը ու ինքը պրոստը ինչ-որ սենց կուրտկով տղա է, էլի, խոսքի ասենք։ Սենց ես գեյ եմ, հա, այդպես գեյ է, էլի, ինչ-որ սենց ասեմ, ռայոնցի գեյ էր, հա, ինչ-որ Instagram-ում ընկերներից թակում գեյություն է անում, հա, տենց հոտ մարդ էր։ Ես вообще մտածում եմ, որ դա նորմալ չի, որ դու ավելի լավ ես հագնվում, քան քո գեյը, էլի, ինչ-որ մի բանը տես սխալ է, էլի։ Вообще ոնց եք վերաբերվում գեյսկի կատակներին։ Եկեք մի հատ դա հասկանանք։ Ես լավ եմ վերաբերվում գեյսկի կատակներին, ես մտածում եմ, որ ամեն մարդու ուղեղում կա գեյսկի կատակ, ու դա ընտրություն է ուղղակի, դու գեյսկի կատակը բարձր ես ասում, թե ուղղակի մտածում ես, բայց ինձ թվում է, եթե դու գեյսկի կատակը բարձր չես ասում, այլ ուղղակի մտածում ես, դու գեյ ես։
Հասկացաք, օրինակ եկեք ձեզ մի հատ օրինակ բերեմ, հա։ Պատկերացրեք, sense ընկերներ են, հա, 4 ընկեր են, sense սենյակում լրված են, մեկի ձեռը sense գրիչ կա, օպ, գրիչը գցեց, հա։ Այս sense կրոնում է, որ այդ գրիչը վերցնի, ու այստեղ մյուս ընկերն է նստած, որ ուշադիր նայում է իր ворին, հա, այս sense նայում է իր ворին, ու ինքը հիմա ունի ընտրություն։ Ինքը կամ կարասի, հարանգերես ինչ լավ вор ունես, զալում սա խնդում են, հա, ոչ մեկ սենյակում գեյ չի, սենց ասեմ։ Իսկ հիմա պատկերացրեք այդ նույն իրավիճակը, սենց մեկը գցում է ձեռից, հա, սենց պպզում է որ վերցնի, այս ընկերը ստեղից նայում է ու էդի բարձր չի ասում։ Ուղղակի նայում է անգերոջ ворին ու մտածում է արես ընկերս, ես ինչ լավ вор ունի։